Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների վրա ուկրաինական ԱԹՍ-ների մասսայական հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, 3-ը վիրավորվել։ Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ 60 անօդաչուներ գրոհել են քաղաքական վնասված շենքեր ու շինություններ։ Բելգորոդի շրջանում էլ 36 բնակավայր է մնացել առանց հոսանքի։ Հաղորդվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող հակառակորդի 69 անօդաչու թռչող սարք։ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ժամանակավորապես սահմանափակումներ են մցվել Վնուկովո օդանավակայանում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հակամարտության ցանկացած կարգավորման դեպքում Ուկրաինան ստիպված է լինելու հրաժարվել իր տարածքների մի մասից։ Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտքոֆն էլ տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նամակ է ուղարկել Դոնալդ Թրամփին, ներողություն խնդրելով Սպիտակ տանը տեղի ունեցած միջադեպի համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Սաուդյան Արաբիա, ակնկալվում է, որ Զելենսկին բանակցություններ կանցկացնի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի հետ։ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի բանակցությունները կկայանան Կարմիր ծովի ափին Ջիդա քաղաքում։ Դրանց Զելենսկու մասնակցությունը սակայն չի նախատեսվում։ Այստեղ է նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդվում է, որ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները այս շաբաթ Սաուդյան Արաբիայում առանձին հանդիպումներ կանցկացնեն ռուս եւ ուկրաինացի պաշտոնատար անձանց հետ։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ընթացքում Կիևը կառաջարկի Ռուսաստանի հետ օդային եւ ծովային հրադադար։ Միաժամանակ ուկրաինական կողմում մտահոգություններ կան, որ Ռուսաստանը կարող է նկատելի առավելություն ստանալ ռազմի դաշտում, եթե Միացյալ Նահանգները շարունակի Կիևին հետախուզական տվյալներ չտրամադրել։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան հայտարարել է, որ Սիրիան ցանկանում է Ռուսաստանի հետ պահպանել ռազմավարական հարաբերությունները, նաև մտադիր չէ թույլ տալ պառակտում երկու երկրների միջև։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի կառավարական ուժերի արդյունավետ միջամտության շնորհիվ իրավիճակը վերահսկելի է, սակայն զգայուն։ Ոչ Իրաքում, ոչ Սիրիայում, ոչ Լիբանանում, ոչ էլ տարածաշրջանի այլ երկրներում մենք մարդկանց չենք բաժանում ըստ ծագման կրոնի կամ աղանդի, ասել է Էրդողանը։ Ուժի մեջ են մտել չինական նոր մաքսատուրքերը Միացյալ Նահանգների գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Ամերիկյան գյուղմթերքի համար սահմանվել են 10-ից 15% տուրքեր։ Դա արվել է ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի հերթական բարձրացմանը։ Փետրվարից արդեն իսկ գործում էր 10% մաքսատուրք Միացյալ Նահանգների ներմուծվող չինական ապրանքների համար, իսկ անցած շաբաթ այն հասցվել է 20%-ի։ Մինչև մարտի 10-ը առաքված եւ մինչև ապրիլի 12-ը Չինաստան հասած ապրանքները չեն ենթարկվում նոր մաքսային կանոններին։ Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ X-ի սոցիալական ցանցը դարձել է զանգվածային կիբերհարձակման թիրախ։ Մենք ամեն օր հարձակման ենք ենթարկվում, բայց այս անգամ դա արվել է մեծ ռեսուրսներով։ Ներգրավված է կամ մեծ համակարգված խումբ, կամ մի ամբողջ երկիր, ասել է Իլոն Մասկը։